Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Վրացական կողմի տվյալով զրույցը տեղի ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, քննարկվել են երկկողմ հարաբերությունները։ Կոբախիձեն հանդիպումը բնութագրել է որպես բարեկամական և հետաքրքիր զրույց։ Զելենսկին էլ նշել է, որ երկրների միջև իսկապես կան չլուծված հարցեր, կարևոր է, որ երկխոսությունը լինի բոլոր մակարդակներում։ Նրա խոսքով Ուկրաինան միշտ հարգել և շարունակում է հարգել Վրաստանին, երկրի ինքնիշխանությունն ու ժողովրդին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին և Ուկրաինայի արտգործնախարար Անդրի Սիբիհան։ Վերջինս նշել է, որ կարծիքներ են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, այդ թվում եվրաինտեգրման հետ կապված հարցերի։ Հատուկ ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Ավելի վաղ պաշտոնական Թբիլիսին Կիևին մեղադրել էր անընդունելի և հակասական ազդակների և Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի համար։ Վրաստանում ապրիլին գնաճը հասել է վերջին 2 տարվա ամենաբարձր մակարդակին։ Տարեկան գնաճը կազմել է 5,9%։ Նախորդ ամսվա համեմատ գներն ընդհանուր առմամբ աճել են 1,7%-ով։ Գների ամենամեծ աճը գրանցվել է տրանսպորտային ոլորտում՝ 10,3%-ով, Մերձավոր Արևելյան ճգնաժամի ֆոնին վառելիքի գների աճի պատճառով։ Սննդամթերքի գներն աճել են 7,5%-ով, 6,5%-ով թանկացել են կոմունալ ծառայությունները, ինչը կապված է ապրիլի 1-ից Վրաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Ելմազը Երևանում քննարկել են Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր։ Վարչապետը ողջունել է Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան և նշել, որ այն կարևոր նշանակություն ունի երկու երկրի հարաբերություններում։ Ելմազն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմընդունելության և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։ Հանդիպումից հետո Ջևդեթ Ելմազը տեղեկացրել է, որ վարչապետ Փաշինյանի հետ քննարկել են տրանսպորտային, մաքսային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների ու կապերի ամրապնդմանն ուղղված քայլերը, գոհունակություն հայտնել առաջընթացի կապակցությամբ։ Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղակայված պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։ Ազգային ժողովի փոխնախագահ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ սահմանի բացումից հետո այն կստեղծի մեծ զբոսաշրջային հնարավորություններ Հայաստանի և Թուրքիայի համար։ Թուրքիայի նախագահն ընդունել է Քուվեյթի պատվիրակությանը արտաքին գործերի նախարար Ջարահ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում անվտանգության հարցեր, անդրադարձել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթին Դուրանը և նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիվ Քըլչը։ Ռեջեփ Էրդողանը քննադատության է ենթարկել Եվրամիության նախաձեռնությունները, դրանք կոչելով հակաթուրքական։ Նա Բրյուսելին կոչ է արել վերանայել իր սխալ դիրքորոշումը և հրաժարվել երկկողմ հարաբերություններին վնաս հասցնող քայլերից։ Թուրքիայի նախագահի խոսքով Եվրամիությունն առանց Թուրքիայի անդամակցության չի կարող դառնալ գլոբալ խաղացող կամ գրավչության կենտրոն։ Եվրամիությունը պետք է լիովին գնահատի Թուրքիայի կառուցողական դիրքորոշումը և չչարաշահի այն, ինչպես նաև պետք է զերծ մնա այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կվտանգեն երկկողմ հարաբերությունները, նշել է Էրդողանը։ Օրեր առաջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրոպան չի կարելի թողնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ։ Արաբական Միացյալ Էմիրությունների հակաօդային պաշտպանության ուժերը մայիսի 4-ին որսացել են Իրանից արձակված 3 հրթիռ, հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից։
Հրթիռները որսացվել են ԱՄԷ-ի տարածքային ջրերի վրա, իսկ 4-ն ընկել է ծովը։ Մայիսի 5-ի առավոտյան էլ հայտնի է դարձել Դուբայում պայթյունների մասին։ Էմիրությունների ներքին գործերի նախարարությունը հայտնել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի վերագործարկման մասին, կապված նոր հրթիռային սպառնալիքի հետ։ ԱՄԷ արտգործնախարարությունից էլ նշել են խստորեն դատապարտում են Իրանի կողմից հրթիռների եւ ԱԹՍ-ների կիրառմամբ ագրեսիան։ Նշվել է, որ Աբու Դաբին ունի հարձակումներին արձագանքելու լիարժեք եւ օրինական իրավունք։ Իրանի պետական հեռուստաընկերությունը վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրները հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի հարձակվել Արաբական Միացյալ Էմիրությունների վրա։ Իրանի բանակը մայիսի 4-ի երեկոյան հայտարարել էր, որ հրթիռներ եւ անօդաչու սարքեր կարձակվեն որպես նախազգուշացում ամերիկյան ռազմական նավերի վրա, որոնք փորձել են մտնել Հորմուզի նեղուց։ Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Հորմուզի իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամը ռազմական լուծում չունի։ Աբբաս Արաղչին Միացյալ Նահանգների գործողությունները փակուղի է որակել եւ կոչ է արել ԱՄՆ-ին եւ ԱՄԷ-ին զգուշանալ ճահճի մեջ ընկնելուց։ Ամերիկյան կողմը շարունակում է անհիմն պահանջներ ներկայացնել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքն ու վերջին սրացումներից հետո տարածաշրջանում առկա իրավիճակը։ Էսմայիլ Բաղային տեղեկացրել է, որ Պակիստանի միջնորդությամբ ստացված ամերիկյան կողմի պատասխանի ուսումնասիրությունը բարդ կլինի Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով։ Պաշտոնյան նաև նշել է, որ բոլոր այն երկրները, որոնք ակտիվորեն օգնել կամ նպաստել են Իսլամական Հանրապետության դեմ ռազմական ագրեսիային, ևս կրում են պատասխանատվություն։ Անդրադառնալով Պարսից ծոցում տիրող իրավիճակին, Բաղային հիշեցրել է, որ հենց Իրանն է միշտ հանդես եկել որպես կենսական նշանակություն ունեցող այդ ծովային ճանապարհի անվտանգության երաշխավոր։ Նրա խոսքով Հորմուզի նեղուցում քաոսը սկսվեց միայն Իրանի վրա հարձակումից հետո։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցով նավերին ուղեկցող ամերիկյան նավերի վրա։ Նրա խոսքով իրանական կողմը դարձել է շատ ավելի համագործակցող, քան նախկինում։ ԱՄՆ նախագահը սպառնացել է, կամ իրանցիները բարեխիղճ գործարք կկնքեն, կամ ի վերջո ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Հայաստանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիության առաջնորդներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունը Եվրոպայում խաղաղության պատմություն է, որը պետք է տոնել եւ ողջունել, X-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Իռլանդիայի վարչապետ Միհել Մարտինը նշել է, որ տեսնում է, թե Երևանի համար որքան կարևոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը։ Էմանուել Մակրոնն էլ խոստացել է Բաքվում պահվող հայերի հարցը քննարկել Ադրբեջանի նախագահի հետ։ Գագաթնաժողովին առաջին անգամ մասնակցած Կանադայի վարչապետ Մարկ Քարնին էլ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացը եւ Իլհամ Ալիևի հերավար մասնակցությունը գագաթնաժողովին։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, քննարկել երկկողմ գործակցության առանցքային ուղղությունները։ Իտալիան Ադրբեջանի կարևորագույն առևտրային գործընկերն է, հատկապես նավթագազային ոլորտում, հայտարարել է Իլհամ Ալիևը հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով իտալական շուկան Ադրբեջանի համար առաջնային նշանակություն ունի։ Ալիևի խոսքով 2025 թվականին Ադրբեջանը արտահանել է 25 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որից մոտ 10 միլիարդը բաժին է ընկել Իտալիային, իսկ ներկայումս քննարկվում են այդ ծավալի ավելացման միջոցառումները։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ Իտալիայի հետ համագործակցության մյուս կարևորագույն ուղղությունը ռազմատեխնիկականն է։ Այսօր քննարկվեց նաև այդ հարցը։ Մենք կոնկրետ գաղափարներ ունենք համատեղ նախագծերի իրականացման, համատեղ արտադրության կազմակերպման, իտալական տեխնոլոգիաները ադրբեջանական ֆինանսական միջոցների հետ միացնելու վերաբերյալ, ասել է Ալիևը։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանում ներկայումս գործում է շուրջ 130 իտալական ընկերություն։ Մելոնին էլ վստահություն է հայտնել, որ Իտալիայի եւ Ադրբեջանի միջև բարեկամական կապերը կշարունակեն զարգանալ։ Նրա խոսքով բանակցությունների ընթացքում հաստատվել է համագործակցության հետագա ընդլայնման հանձնառությունը։ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը ամրապնդի իր դիրքերը որպես Եվրոպայի եւ Ասիայի միջև հիմնարար հանգույց, հավելել է Իտալիայի վարչապետը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ժամանել է Ադրբեջան։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանը Եվրոպական միության արժեքավոր և հուսալի էներգետիկ գործընկերն է։ Կալասի խոսքով երկկողմ համագործակցությունը խորացնելու ակնհայտ ներուժ կա, հատկապես առևտրի, տրանսպորտի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։ Եվրամիության, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև կապերի ամրապնդումը համապատասխանում է մեր ընդհանուր ռազմավարական շահերին, և մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել ավելի կառուցվածքային գործընկերություն, նշել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, Կալասը նշել է, որ Եվրամիությունը ունի մի շարք գործիքներ դրան աջակցելու համար՝ վստահության ամրապնդման միջոցառումներից մինչև ականազերծում։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։